Եթերում է The Point հաղորդաշարը, բարև ձեզ։ Դեպքերը զարգանում են, զարգացումները հետաքրքրանում են, Նեջմիածից մինչև Շարմ el-Շեյխ։ Փորձենք այսօր քննարկել զարգացումները, իսկ ձեզ սիրելի հետևորդներ, դիտորդներ, խնդրենք չմոռանալ բաժանորդագրվել, սեղմել զանգակ կոճակը, լայքել, եթե հավանեք մեր հաղորդումը։ Սկսենք Շարմ el-Շեյխից։ Տեղի ունեցավ հանդիպում, խաղաղության փաստաթուղթ ստորագրվեց, որպես այդպիսին 27 երկրի ներկայացուցիչ, եթե չեմ սխալվում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, ինչը վերջին մի 30 տարվա այտենց անկախ Հայաստանի պատմության համար կարելի ասել նոր ձեռքբերումներից է, որովհետև մինչ այս Հայաստանի Հանրապետությունը միջազգային ցանկացած հանդիպումներին հանդես էր գալիս իբրև Ռուսաստանի ներկայացուցիչը, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է մի հանդիպման փաստաթուղթ է ստորագրվում, որտեղ որ նույնիսկ հրավիրված չէ Ռուսաստանի ղեկավարը։ Թերևս կարելի է սա ամենակարևորը գնահատել, ինչ կարծիք եք։ Ու եւս մի կարևոր հանգամանք տարածաշրջանից Վրաստանը հրավիրված չէր, բացի Ռուսաստանից նաև ներկա չէր Չինաստանի ներկայացուցիչը, բայց օգոստոսի 8-ի փաստաթղթի ֆոնի վրա Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկա էր։ Սկսենք սրանից երևի տղաներ քննարկումը, ով կսկսի։ Նախ բարև ձեզ, մեր դիտողներին ողջույններ, նոր տաղավարով եկել ենք նոր մտքերով, վստահ եմ, որ կարոտել էին մեզ մեր դիտողները, ողջունում ենք բոլորիդ։ Ինչ վերաբերում է Շարմ el-Շեյխի այդ հանդիպումներին, ուրեմն տեսեք, ամենահետաքրքիր մասը ստեղ է, ասացիր, որ Վրաստանն ու Ռուսաստանը չկային։ Շատ հետաքրքիր է, որ Հայաստանը ու Ադրբեջանը հրավիրված էին այս հանդիպումներին, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը միջին-միջանցքի անբաժանելի մաս են։ Թրամփի ուշադրությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա վկայում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միջին-միջանցքի անբաժանելի մաս են։ Իրանը չկար, Իրանին հրավիրել էին, մերժել էր, ոնց հասկանում եմ Թրամփը ուզում է էլի մի քիչ փորձի բանակցել, մի քիչ այդ բանակցությունների դաշտ գա Իրանի հետ, բայց այս բաները մոլաները, եթե ասեն շարունակեն, հաստատ էլի մի հատ էլի գլխներին ուտելու են այս։ Ուղիղ տեքստով ասում է Իսրայել, Իրան խաղաղության պետք է գնանք, ուղիղ տեքստով ասում է։ Բայց քանի որ մերժել էին հանդիպման գալը այդ խաղաղության համար, մոլաները եթե այս ձև շարունակեն, իմ կարծիքով հաստատ էլի մի հատ ապտակ ուտելու են ԱՄՆ-ից։ Չկա Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանը ոչ թե ինքը չէր եկել, այլ Ռուսաստանը ընդհանուր էս աշխարհաքաղաքական այս ամեն ինչից արդեն մի կողմ է գնացել։ Այստեղ ամենակարևոր հանգամանքը, որ ես կնշեմ, այդ Վրաստանի չլիներն էլ ու Հայաստանի ու Ադրբեջանի ներկա լինելն էր, որովհետև այս ամեն ինչը, այս խաղաղության ձգտումն էլ էլի պայմանավորված է միջին-միջանցքի ի կատարածելու գաղափարով։ Այս խաղաղության ձգտումն էլ էլի դրա համար է արվում։ Հիշում եք, երբ օգոստոսի 8-ի համաձայնագիրը խաղաղության հետ ստորագրումը տեղի ունեցավ, ըստեղի ներդրված ռուսական ընդդիմադիր շրջանակները թեզ էին տարածում, որ այդ ճանապարհը ընդհանրապես Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրված ճանապարհ է։ Հիմա այս հանդիպումը փաստում է, որ իրանք էլ ինչպես միշտ սխալվեցին։ Այդ իրանց վրա ովքեր խաղադրույք են կատարել, դրանք էլ իրանց հետ սխալվեցին, որովհետև այս հանդիպումը հստակ եւ այնտեղ Վրաստանի չլինելը, Ռուսաստանի չլինելը, Իրանի չգնալը ցույց է տալիս, որ դա ընդհանրապես այդ ճանապարհի մասին չէ։ Եվ նաև մենք տեսանք, թե Թրամփը ինչպես ողջունեց նաև Փաշինյանին, այդ ջերմ հարաբերություններ, շփումներ իրենց միջև եւ օրինակ շատ կասկածելի կլիներ, որ օրինակ Երևան Today-ները եւ մյուսները դնեին այդ կադրերը ու ասեին, թե օրինակ ինչպես Հայաստանի վարչապետին Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը ջերմորեն ընդունեց այնտեղ, շփվեցին միմյանց հետ, որովհետեւ հիշում եմ, որ մի ժամանակ առաջ, երբ որ Թրամփը ասում էր, որ մենք Կամբոջայում ենք հասել խաղաղության, Հայաստանում ենք հասել խաղաղության, Ադրբեջանի անունը տվեց, կամ ասում էր Ալբանիա, այստեղ մի այդ ռուսական 5-րդ շարասյունը մի վայնասուն էր կապում, ասում էր Թրամփը նույնիսկ
Հայաստանի տեղը չգիտի, բայց ոնց է խաղաղություն հաստատելու հարգելքներ ես ինչպես միշտ ինչպես ձեր քաղաքական տեսլականը եւ ձեր քաղաքական խոսքը եղել է, դուք էլի ձախողվեցիք։ Այդ ձախողակ գուբերնիստներ։ Դուք էլի ձախողվեցիք, որովհետեւ դուք այս ժողովրդին առաջարկելու ոչ մի բան չունեք։ Էլի այս խաղաղության համաձայնագրի մեջ եք չտեղավորվեցիք, այդ թեմայով էլ հեսա էլի բան կավելացնեմ, թե ինչպես է օրինակ այսօր Մասաչուսեթսի պրոֆեսորներից մեկը իր Facebook-յան էջում գրել, որ հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ է արտահայտվել, որ Ալիևի ռեժիմի վրա կիրառվի պատժամիջոցներ, ասելով, պնդելով, որ դա չի լուծում Հայաստանի վրա կամ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, այնինչ այդ պատժամիջոցները եղել են նրա մասին, որ եթե Ալիևը սահմանով հարձակվի Հայաստանի վրա, կարելի է իր վրա պատժամիջոցներ կիրառել։ Այսինքն եւս մեկ զսպողակ, որի հայ հեղափոխական դաշնակցությունը իր քաղաքական խոսույթի համաձայն որպես այդպեսին դեմ է եղել, որտեղ դրան դեմ է Ռուսաստանի դաշնությունը, բնական է որ ասենք օրինակ դաշնակցությունը պիտի դրան դեմ լիներ։ Ну, այսինքն թե կարճ նկարագրենք հանդիպումը, կարելի ասել, որ օգոստոսի 8-ի երկրորդ քայլն էր աշխարհի կողմից, մասնավորապես հենց Թրամփի կողմից, երկրորդ քայլն էր, չարեցինք մենք երկար ժամանակ մեր կողմից այդ քայլը, բայց նախագծի հեղինակները վստահ գնում են առաջ ու կարևոր փաստեր պիտի արձանագրենք, որ արդեն պարզ երևում է, որ ընդհանուր մերձավոր արևելքի պատկերն է փոխվում ու սա արդեն 3 տարի է փլուզվող աշխարհակարգի որ ընդհանուր պնդում է թե սա նորը ձևավորվում է ինչ որ մի կերպ սկսում է ուրվագծվել որ այդ նոր աշխարհակարգում մերձավոր արևելքը ունենալու է իր դերակատարությունը քանի որ ես համաձայն եմ լրիվ ձեր հետ բայց քանի որ հայկես գուբերնիստներին հիշեց մի հատ էլ գուբերնիստ կա մոռացված իրան սովորաբար կարտոֆիլի հետ են ասոցացնում Լուկաշենկոն ուրեմն ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Լուկաշենկոյի խոսքը ես չեմ հալարել լսել եմ Լուկաշենկոյի խոսքը ուրեմն ասում եմ եկեք այս ԱՊՀ երկրներով ուրեմն մեր ռազմական պոտենցիալը ու տնտեսական պոտենցիալը միացնենք իրար ընդհանուր ռազմական ու տնտեսական պոտենցիալ ունենանք բայց ամեն մեկը զյուրովի լինենք անկախ այսինքն ու դրանից առաջ ինքը խոսում է տնտեսության կարևորության մասին ու հենց ախմախի առաջարկ է էլի մի հատ նայեք այսինքն ինչով լինես օրինակ ինչով լինես անկախ բան ֆուտբոլի ազգային հավաքական ունենաս ասես ես անկախ եմ սովետական միության հավաքականը չէ էլի Հայաստանը առանձին հավաքական ունի Բելարուսը առանձին հավաքական ունի ու այս ախմախի առաջարկից հետո ես օրինակ վստահ եմ որ կամած գալիս ենք ստեյ գուբերնիստներին ես օրինակ վստահ եմ որ ստեյ գուբերնիստները եթե մասնակցեին այդ ԱՊՀ գագաթնաժողովին օրինակ Ռոբերտ Քոչյանը ձեռը բարձրացնում ես համաձայն եմ ասելու եկեք այտենց անենք ես Հայաստանի անունից համաձայն եմ եկեք միացնենք իրար մեր տնտեսական բանը Հոպարի բուլկին լավ անունա այս հոպարի բուլկին կամ լիները դե վրաս ձեռը բարձրացնելու էր ասել ես համաձայն եմ եկեք միացնենք իրար ընդհանուր սովետական միության ասես մի քիչ փոփոխված ձևը ստանանք եթե ռազմական առումով ու տնտեսական առումով նույնը լինի մեր պետությունների բանը ուրեմն Յուրովի անկախ լինենք էլի Լուկաշենկոյի ասած է դա ասում եմ որ ինչպես Բելարուսի ֆուտբոլի հավաքականը ոչ մի բանի պետք չի նույնպես Լուկաշենկոն ֆուտբոլային բաներով այդպես էլ եթե Ռոբերտ Քոչյանը օրինակ լիներ որպես երկրի ղեկավար այդ ժողովի ժամանակ հավանաբար հերթը չէր հասնի Լուկաշենկոյի նման մի երևույթի որ ինքը այդ առաջարկ կաներ որտեղ Ռոբերտ Քոչյանը ավելի լավ էլի սենց իրա բառապաշարի մեջ առաջարկ Շարմեն Շեխից գուբերնիստերով կամացկած առաջարկ ունեմ քանի որ խոսացինք Ռոբերտ Քոչյանից գուբերնիստներից ու ֆուտբոլից եկեք մի քիչ էլ Ռոբերտ Քոչյանի ասուլիսը տշենք նոր անցնենք հաջորդ թեմաներին մի քիչ էլ հետո կանցնենք այս մեր ձևովին բայց օրինակ Ռոբերտ Քոչյանը ոնց որ թե մասնակցել էր ես այտենց զգացի էլի ճիշտ ասած դա իմ անձնական կարծիքն է ես այդպես զգացի Ռոբերտ Քոչյանը կարծես թե մասնակցել էր կրթվել է նորաձև ակցիայի եւ այդ ակցիայի շրջանակներում սովորել էր օրինակ որ քարտեզի վրա միայն Ռուսաստան չի այնտեղ Հայաստան կար ինչ որ Ադրբեջան կար, Թուրքիա կար, Իրան,
Իրան, երևի իրենց հարևան Իրայի մասին էր խոսում, եթե իրանք այդպիսի հարևան ունեն, որովհետև ընդհանրապես Իրան, եթե չես կարողանում ասել, խնդիր ունես հայերենի հետ, կարելի ասել Պարսկաստան, որպեսզի մարդկանց ավելի ընկալելի լինի, էլի, ոչ թե Իրան։ Լավ, խորհուրդներ մի դուր։ Չէ, բայց խորհուրդներ օրինակ տվել էի, ճիշտն ասած, խորհուրդ էի տվել, եւ ես կարծում եմ, որ հաջորդիվ եթե նման բան անի, իր ընտրազանգվածը գուցե կավելացնի, որ կարելի է օրինակ ճանապարհ բառը սովորել ինչպես է, չգիտեմ, այնտեղ էլի այդպես բառեր ունի, էլի արտասանում էր։ Մեխերից ասուլիսի մեխերից խոսանք։ Ուրեմն ես նկատեցի, որ այս մարդը այդ Կիրիենկոյի պլանը լրիվ յուրացրել է ու անգամ իր ընտրողների հանդեպ արդար չի։ Ասենք ինչ է նշանակում մեր ձևով շարժումը որակել որպես երկրորդ ուժ ու այս տողատակում հասկացնել, որ միևնույն է մեր ձևովն էլ եթե անցնի խորհրդարան, գալու է կպնի ինձ, ես եմ լինելու Ռուսաստանի ամբողջ պոտենցիալը կենտրոնացած է իմ վրա։ Այս Ռոբերտ Քոչարյանի այդ մեխերից էր ասում։ Դե Քոչարյանը նաև ասաց, որ Ռուսաստանը ընդունել է նաև խաղի այդ կանոնները եւ այլևս ընդունել է կամ դու ռուսական քաղաքականության սպասարկող մասի մեջ ես, կամ դու արևմտյան սպասարկող մասի մեջ ես։ Ռուսաստանը այդ խաղի կանոնները ընդունել է եւ Ռոբերտ Քոչարյանը գիտես որ ասում ես արդար չի, համաձայն եմ քո հետ, որովհետեւ շատ դեպքերում օրինակ կարող է լինել այդ մտածողության մարդիկ, ովքեր Քոչարյան Ռոբերտին չընդունեն, բայց օրինակ գնան օրինակ հանրապետականին ձայն տան։ Բայց Քոչարյանը միևնույնն է ասաց, որ ում էլ ձայն տակ, մեր հենց խնդիրը, որը որ դրված է մեր առջև, հենց դա է, որ դուք չընդունեք ինձ մյուսին, մնացածին ձայն տակ, բայց մենք այդ ձայները հավաքենք, կոնսոլիդացնենք եւ ինձ դարձնենք երկրի ղեկավար։ Խեղճ Լևոն Քոչարյանն էլ այնտեղ նստած էր, հույս ուներ, որ պապան կթողի իր վրա գոնե այս քաղաքական բերը Պապան վերմակը քաշեց իր վրա։ Պապան ասաց, որ տղա ջան, ոնց որ բոլոր գելափի հարցումներով պապան դեռ ողջ է։ Պրակտիկ քաղաքական առումով կոնակագրած սխեման պրակտիկ Գյումրիում աշխատեց, այսինքն անկախ դեմքերից, քաղաքական ուժերից, պրոռուսական բևեռը տարբերձևի հավաքեց բեկորներ, եկավ ինչ որ մի արդյունքի։ Հիմա փաստացի 18-ից էսկոմ աշխատած միակ մոդելը այդ մոդելն է ու փորձելու են այդ մոդելով գնալ տրամաբանությունը այդ ասում, ընդ որում այդ մեր ձևով կլինի, ձեր ձևով կլինի, թե որ ձևով չեմ կարող ասել, բայց տեսեք, հիմա Էշմիածին ենք գնում ենք ընտրությունների 9 ուժը այդ ներկայացել, հաղթանակ դաշինք, պրակտիկ հայ հեղափոխական դաշնակցությունն է, բայց որ անունը չերևա, հաղթանակ դաշինք։ Թույն անուն են մտածել, բայց հաղթանակ դաշինք, բայց դաշնակների տեխնացուները դերել են անունը հաղթանակ։ Ինչ է, հետո գալիս է կողքից, չգիտեմ, Մայր Հայաստան։ Հիմա լավ, որ մեկն ավելի պրոռուսական ինչ մրցակցելու են, թե վերջում էլի գալու են։ Իսկ զգացել եք, որ այս ռուսական այդ միութենական գաղափարը սպասարկող կուսակցությունները ինչ անուններ են դնում իրancs վրա։ Հայաստան դաշինք, հաղթանակ դաշինք, Մայր Հայաստան, հավես անուններ։ Հայրենիքի հետ կապված, որ այդ հայրենիքը հեսա տանելու ենք ու ասենք մատաղանենք գնա էլի որպես այդպեսի փողն ունեն աստված տվել չի խնա էլի փողնը ծախսում են այսօր էլ PR տեխնոլոգիաները զարգացել են խորհուրդ տվողները լավ են մի բան էլ հիշեցի Քոչարյանի ասուլիսից ասաց որ այն ինչ որ արել են Մոլդովայում հիշում եք այդ մասը ասաց որ Մոլդովայում այն ինչ որ արել են եթե այստեղ անեն հեղափոխություն կլինի այսինքն ինքը համաձայն է որ ինքը Մոլդովայի ընդդիմության պես այդ գծի սպասարկողն է ինքը ընդունել է այդ ինքը ասում է մենք գնալու ենք դրան ժողովուրդ մնաց Նիկոլ Փաշինյանը Մայա Սանդուի նման լինի մնաց Նիկոլ Փաշինյանը էլ Մայա Սանդուի նման անկեղծ ասած պաշտպանի ժողովրդավարությունը բայց ես օրինակ այս ամեն ինչի մեջ մի հատ ամենամեծ ռիսկը եկեք եմբոսմա ծուռ նստենք դուս խոսանք հա փորձելու են ամեն ինչ անելու են բայց ի վերջո իրենց ալացնել, չարացնել, թե մեր ալացնել, չարացնել, իշխանության ալացնել, չարացնել, գնահատողը ժողովուրդն է, ժողովուրդը տեսնում է։ Ու ռիսկը ավելի շատ նրանում է, որ ոչ թե կգնան քվե կտան, ինչ որ էլի պրոռուսական մոդել կձևավորվի, կունենանք, չգիտեմ, Քոչարյան Ռոբերտ կամ էական չի անձել ռուսական ղեկավար, այլ ռիսկը նրանում է, որ այս ամեն ինչից գզվրտոցի արդյունքում մենք կունենանք ցածր մասնակցություն, որտեղ ժողովուրդը այս sense կուշտ արդեն այս ամեն ինչը։ Ես մի քիչ համաձայն եմ քո հետ, բայց մի քիչ էլ համաձայն չեմ, գիտես ինչի, որովհետև քաղաքականությունը որպես այդպեսի նաև կուսակցությունների պայքարը, ընտրապայքարում պիտի
հավասարության վրա հիմնված լինի։ Այսինքն այն կուսակցությունը, որը որ գաղափարապես հարուստ կուսակցություններ են, բայց միջոց չունեն իրենց ասածը հանրությանը մատուցելու, այո, պիտի իրենք ունենան նույնքան հնարավորություն, ինչքան ունի, ասենք, չգիտեմ, մի հատ Ռուսաստանի քաղաքացի միլիարդատեր, որ եկել Հայաստանում իր ձևով հարցեր են լուծում։ Ասենք այդ մարդիկ, չգիտեմ, ինչ-որ ֆեյքերի բանակ ունեն, որոնք ամեն վարքյան յուրաքանչյուրի վրա կհարցակվեն ու այդ մարդու ձայնը ավելի քիչ լսելի կդարձնեն։ Եվ Մոլդովայում տեխնացուներից մեկին զրկել են TikTok-ում նման ֆեյքեր բացելու համար գնացել գտել են, այսինքն մենք ձևերը ունենք էլի դրա, որ Փաշինյանից ասացին, այդ հիշեցի։ Ֆրանսիայում դրա տարբերակը կա, թե ինչի համար են դպենին զրկել։ Մոլդովայում կա դրա տարբերակը։ Հիմա պետությունը պետք է ժողովուրդը, այո, ժողովրդավարությունը պիտի պաշտպանվի։ Հիմա ո՞նց պիտի պաշտպանվի այդ ժողովրդավարությունը։ Եթե ժողովուրդը անդադ լսում է ինչ-որ գաղափարներ, որը որ հակապետական գաղափարներ է, այդ հակապետական գաղափարները կամ պետքա չլինի ընդհանրապես, կամ պետքա դրա տարածողները զրկվեն քաղաքականությամբ զբաղվելուց։ Այդ ուրիշ տարբերակ չկա ստեղ։ Արասակ հակապետական գաղափար տարածողը, եթե չեմ սխալվում, քրեորեն պատժելի օրինակ ես ձևովից որ խոսում եք, միշտ մի հատ տենց ասացված կա գալիս մտքից, ասում եմ միտքը ոչ մի գաղտնիք չունի, որ վարքը Երևան չբերի։ Այս Նարեկ Կարապետյանի, որ մեր ձևովի մտքերը ոչ մի գաղտնիք չկա, որ իրանց վարքով չերևա։ Իրանց վարքը ոնց պետքա գնահատենք։ Հեցի կառավարման պետքա գնահատենք։ Այս մարդիկ հեցը լրիվ ձախողել են ամբողջությամբ։ Ուրեմն Ամստերդամ կա։ Մոսկվա։ Չէ, այս իրանց փաստաբանն է, Սամվել Կարապետյանի փաստաբանն է Ամստերդամը։ Ամստերդամը հայտարարություն արել, որ Հայաստանի Հանրապետության դեմ մեր կռիվը շարունակվում է։ Այստեղ էլ այ քեզ Ամստերդամ։ Շարունակում են գրոհել Հայաստանի, այ քեզ Ամստերդամ։ Այստեղ էլ ժողովրդին խաբելու եւ անարդար վերաբերմունք կա։ Պարոն Կարապետյան, դուք այն ինչ որ սպասարկում եք օրինակ, այտենց անունով փաստաբաններ ունեցեք, ասենք Սախալին անունով փաստաբան ունեցեք, Պսկով անունով, Ամստերդամի հետ ինչ գործ ունեք, կամ Ամստերդամը ձեր հետ ինչ գործ ունի։ Ուրեմն բանը այդ Ամստերդամին էլ քանի որ հիշեցինք իրանց այդ հակապետական հայտարարություններն էլ հիշեցինք, այստեղ մի շատ կարևոր էլի բան կա, որ մի քանի անգամ Հայկը ասել է, ու ես էլ ուզում եմ ես հիշացնեմ, Պարոն Կարապետյանը ու մեր ձևովականները բոլորը պարտավոր են կարծիք հայտնել օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։ Այս մարդիկ պարտավոր են ասեն, իրանք կողմ են, որ արհեստական բանականության սերվերները Հայաստանում աշխատեն ԱՄՆ ներդրումով։ Իրանք կողմ են, որ Հայաստանում կիսահաղորդիչների գործարան աշխատի։ Իրանք կողմ են, որ Հայաստանը մի քանի տարի հետո դառնա Թայվանին հավասար աշխարհաքաղաքական պոտենցիալ ունեցող պետություն։ Իրանք ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում գործազրկության մակարդակը այս ներդրումների հաշվին պակասի, թե իրանք ուզում են, որ մենք վերադառնանք նոյեմբերի 9-ի փաստաթղթին, միջանցքը տանք ռուսներին, ռուսները փողը վեկալեն ադրբեջանցիներից, թողեն փողով, կաշառքով, էլ չգիտեմ, սև ճանապարհներով, էլ նարկոտրաֆիկինգ, էլ ինչ ասես անցկացնեն, տանեն Նախիջևան, հետ բերեն, ինչ ուզեն անեն։ Իրանք էդ են ուզում, թե ուզում են օգոստոսի 8-ը։ Պարզ պետքա պատասխանեն։ Գնացել հասել էր Մեղրի, ինչ որ մի հատ քար էր գտել Մեղրիում, իդեպ գնացել էր իր կնոջ տատիկի հոգեհանգստին, այդպես ձեռի հետ վիդեո էր նկարել էլի։ Կնոջ տատիկին էլ Աստված հոգին լուսավորի։ Գնացել էր ու Պարոն Կարապետյան, բայց չտեսաք, որ այդ ռուսները այդտեղ ինչ փշալարեր էին քաշել։ Այդ ձեզ չուզեց, որ մենք չենք կարողանում մոտենալ Արաքսին։ Նորմալ է դա, բայց մարդկանց որ ասում եք պետքա գյուղատնտեսությամբ զբաղվեք, ձեր բերքը իրացնեք։ Բա որ ճանապարհով պիտի իրացնեն, բա ով պիտի լինի այդ ճանապարհին։ Բա այդպես բանից խոսած է, գնացել եք ասում եք գազ առնենք, հոսանք ծախենք, լավ էլի, այդ նույնն են, որ ասում եք նավթ բերենք, բենզին ստանանք այն 900 դրամով։ 500 դրամով է բենզինը թանկ այսօր մեր ժողովրդի համար, 900 դրամով բենզին։ Ու գիտեք ինչ էին անելու։ Այն գիտեք ինչ էին անելու, ասենք բոլոր բենզալցակայանները փակելու էին, լինելու էր տաշիր բենզալցակայան եւ մարդկանց ստիպելու էին 900 դրամով այդտեղից բան անել, բենզին լցնել։ Դե հիմա ո՞նց են կարող տաշիր արեն, այ ստիպեն որ 40000 դրամով ասում ենք կրկեսը բացել էինք, չգիտեմ, երեխաների համար եւ մտնում ես տոմսերը, որպես երեխաների համար լինի 30-40 հազար դրամ։ Մի երեխու հետ ծնողները մի երեխու հետ եթե գնան,
Միջին աշխատավարձից շատ փող պետք է տան, 120,000 դրամ փող պետք է տան։ Պարոն Կարապետյան, Թոշակառու տատիկը 2 թոռան տալա, միանցա թոշակով։ Դե իրանք ասել են թոշակառու տատիկը ինչին է պետք կրկեսը չի գա, նորմալ է։ Բայց պարոն Կարապետյանը կրկեսը երևի խառնել է Եգիպտոսի հետ, որ մարդիկ պիտի 6 ամիս ասենք ինչ որ բան փող հավաքեն, որ 6 ամիս հետո գնան հանգստանան օրինակ Եգիպտոս, այդպես խառնել է դրա հետ, էլի մարդիկ պիտի եւ իրենց աշխատավարձից գումար հավաքեն, որ իրենց երեխուն կարողան տանեն մի օր կրկես։ Անունն էլ դրել են Տաշիր Արենը ասել։ Լավ, Եգիպտոս հետակի այդ նույն մարդիկ Եգիպտոսի էս հանդիպան մասին ինչ տեսակել, էլի տեսակ այդ պիտի ասեմ, մենակ օգոստոսի 8-ի չէ։ Այսօր խառնեն դատանի բակում են։ Այսօր խառնեն։ Այսօր մի քիչ խառնեն։ Էջմիածնից շատ շեղվեցին։ Բայց նորից հետ գանք Ախ չենք շում, էջմիածի հիմքում է այս խոսակցությունը։ Ես էլ եմ Մարդիկ էջմիածնում չկան։ Այս բանը հետաքրքիր է, գիտեք որն է, մեր ձևովները քաղաքական այդ են ներկայացրել 2026 թվականի ընտրությունների համար համապետական ու ամենավերջի ընտրություններին չեն մտել, սրանից հետո արդեն համապետականն է, այս ամենավերջի այս քննություն ակուսակցությունների համար մինչև համապետականը, բանակում այդպես տերմին կար գրտ է այսի կուսակցությունների համար մինչև համապետական ընտրություն, այս մարդիկ չեն մասնակցում։ Իրաց զաչոտ ավտոմատական գնացել կարող է։ Կարող է այդպես փողով մտածում են զաչոտը ստանան։ Իրանց բանն է, ասում են մեր ձևով ամենահին ձևով փողը կտան զաչոտ։ Չէ, կատակում ենք, բայց իրական շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե պիտի 26-ին հայտ ներկայացնի ու խաբեություն չի, իրանք եկել են իրանց ձևով հարց լուծելու, ժողովուրդը պիտի տեսնի։ Ու եկել են Էջմիածնի համար։ Ու եկել են եկեղեցու համար։ Եկեղեցու համար։ Էջմիածի քաղաքում չեն Եկեղեցուն մասնակցում։ պաշտպանող համայնքապետ չեն ուզում իրանք ընդունեն։ Կամ վերջում կասեն լավ, եկեղեցուն ամենալավը կպաշտպանի դաշնակների համայնքապետը, մենք աջակցում ենք դաշնակների կողմից առաջադրված տեխնացուին։ Չեն ասի դաշնակները, որտեղ այդ բառը չվախենային։ Ես չգիտեմ, ասում, բայց սևական անունը տենց խառնում է երևի այդ մարդուն։ Ինչ էի ասում, հիշում եք, երբ որ այդ Սամվել Կարապետյանը ասաց մենք մեր ձևով կմիջամտենք, հայտնի դեպքերը տեղի ունեցան, ասենք բազմաթիվ քաղաքական Հեսա ես քեզ միջամտեմ ստահակ, բազմաթիվ քաղաքական մանր եւ միջին երևույթներ եւ գործիչներ սկսեցին բարձրաբանել, որ այդ իրանց ձևով ասվածը նշանակում էր քաղաքական ձևով։ Բայց եղբայր հիմա քաղաքական իրադարձություն է։ Ժամանակն է քաղաքական։ Ուր եք դուք ձեր ձևով։ Այսինքն այդ թեզն էլ է ջարդվում, էլի։ Եվ երկրորդը ազգային կառավարության նախորդ օրը մտածեն սուրպրայզ ասեն։ Հա, բայց այդ մարդիկ օրինակ զբաղված են կոմսոմոլի ժողովներ կազմակերպելով։ Բայց լավ է, ինչ էլ դա լեճը նկարեցին սիրուն։ Ասես որ նայեիր, մտածեիր, ասենք 2000 հոգի մարդ կա նստած, բայց ես հաշվել եմ աթոռներով, բանով ուրեմն 500 հոգի մարդ էր նստած, բայց լավ կադր էին բռնել։ Բայց իրանք չէին էլ ասում, որ շատ մարդ պիտի լինի։ Մի հատ էլ եմ բոցարել։ Ուրեմն եսի մինչ օրվա խցանման այդպես նկար են գտել ինտերնետից, գցել են մտում այդ պահին, երբ որ եկել են որ ժողովը իրանց սկսեն, այդ կոմսոմոլի ժողովը սկսեն, այդ տարածքում խցանում է առաջացել, բայց եղանակային պայմանները չէր բռնում իրար հետ։ Այդ օրվա եղանակն ու իրանց գծած եղանակը լրիվ տարբեր օրերի նկարներ էր։ Այ դեպ այդ կոմսոմոլի ժողովի ժամանակ օրինակ Քոչարյանի փաստաբաններից կար, որ նաև Քոչարյան Ռոբերտի շնորհիվ դարձել էր պատգամավոր, այդ փաստաբաններից մեկը այնտեղ ելույթ ունեցավ, որ ինքը միացել է մեր ձևով շարժմանը եւ ասացին, որ մենք կապ չունենք Ռոբերտ Քոչարյանի հետ։ Օրինակ, այտենց կան էլի, օրինակ մեր Երևանի ավականիում էլ այտենց բան կա, ասենք այդ ավականիները մեկը Քոչարյանի 21 թվականի միտինգներին գոռում էր, այդ մյուսը, երբ որ տենաս դուրսը այդ սրճարաններում անընդհատ Ռոբերտ Քոչարյանի բաների հետ է քաղաքապետի տեխնացուները Հայաստանի պատգամավորները քաղաքապետի տեխնացուն լավ հիշացրեց էլի գնացել էր Կարմիր հրապարակ այդ բաներին միջոցառումներին հետո գնաց Դոնեցկ եւ Լուգանսկ ասեց սա Պուտինի հողն է սա Ռուսաստանի հողն է ORT-ով էլ Հայաստանից ORT-ով էլ ինչ ասեց Հայաստանին ասեց մի հատ եթեր տվեք ինձ ORT-ով այդպես ինչ ուզում եք բայց իրանք կապ չունեն եկա գալիս են ասում մենք ի՞նչ կապ ունենք ասում ենք Քոչարյան լավ գիտեք խեմ էս ամեն ինչ ասում որտեվ չեն փոխվել Ռոբերտ Քոչարյանն էլ չի փոխվելու սրանք ոնց որ եղել են այդ մեր ձևովն էլ չի փոխվելու մնալու է այդ հին ձևով Նարեկ Կարապետյանի հայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը հետո եղել է ՀՀԿ-ի ֆրակցիայի ղեկավարը այդ մարդ ասում մենք կապ չունենք նախկինների հետ ես կապ ունեմ երևի նախկինների հետ որը ժամանակ դպրոցական եմ եղել օրինակ էլի ես նախկին դպրոցական եմ նախկին դպրոցական եմ եղել այդ դպրոցն այո նախկին դպրոցը որտեվ հիմա լրիվ վերափոխվել է ասածս էն է որ այս մարդիկ երբեք չեն փոխվելու իրանք ոնց որ իրանք
կառավարման տարիներին ժողովրդին վերաբերվել են ու տենց իրանց սպասարկու տեր կար ասում էր անասուն ժողովուրդ եւ այլն էլի ժողովրդին տենց են վերաբերվում բայց այնքան դեբիլ են որ իրանք մնացել են 80-ականներին գիտեն հեռախոս չկային կնոպկով SIM քարտերով տենց մի ձև հեռախոսներից հա մարդիկ չեն տեսնում հեռուստացույց չկա Վարդանիկ չկա օրինակ որ կհելնի իրանց պլանները, չգիտեմ, այդ Վարդանիկին խեք կանչում ձեր ժողովներին։ Այդ մարդը հելնում է արդար մարդ է, իր ժողովրդից թաքցնելու բան չունի, հելնում ասում է ով որ չի ուզում միութենական պետություն, ինքը շան տղա է, որտեղ ասում են մերոնք որ խոսացել են, թրքահապատակ, ասում են մերոնք որ խոսացել են, բոլորը ուզում են միութենական պետություն, մենակ դուք եք որ չեք ուզում։ Ու երեք մեկ էլ աչքից բայց ազնվությունը գնահատելի է, չէ՞։ Հա, չէ, իհարկե, այդ Հա, Վարդանիկը այս առումով բոլորից լավն է։ Չգիտեմ, բայց օրինակ ես իրանց մտածում եմ, որ իր ուղեղի հետ ինչ-որ բաներ են, չի, որովհետեւ խաբեց եկավ հասավ մի օր ինքը մի օր Վարդան Ղուկասյանն է, մի օր Վարդանիկ է, հաջորդ օրը ասում է ես Արամն եմ, դրանից մի օր հետո ասում է ես Վարդան Մամիկոնյանն եմ։ Այս մարդը անձիկ հարակիություն ունի, չի կողմնորոշում ինքով։ Լավ։ Ու երեք մի բան էլ էս առիթով ասեմ, մի քիչ իշխանությանը քննադատենք, չասեն էլ ելես նայեք էլ ինգել են Նիկոլին են պաշտպանում, չենք պաշտպանում, Ժորժ ջան, երեք նայում էի։ Ոչ մեկից աշկի լույսը չի միջանում։ Մի վայրկյան էլ երեք նայում էի, հիմա քննադատում եմ շատ ուղիղ ու ասում եմ իրանք ինչ անեն։ Երեք նայում էի Վահագն Ալեքսանյանի եւ Ռուբեն Ռուբինյանի ոդքասթ էին արել, ասես մեր նման ոդքասթներ են սկսել, ողջունում եմ իհարկե նաեւ այդ շարքը, թող հաջողության հասնեն, բոլորին եմ իդեպ ասում որ հաջողության հասնեն, որտեւ էլի եմ ասում ժողովուրդը Կարանք ասենք պրիվետ ռուբ, չէ։ Որտեւ հա Ռուբեն Ռուբինյանը ասես որ ինձ նաեւ տենց են դիմում, բայց ուրիշ բան եմ ասում։ Այդ մարդիկ, որը մեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահն է, մյուսը ազգային ժողովի փոխնախագահն է։ Նստել են, Վարդանիկին քննադատում են Թե ինչի է այտենց միութենական պետության քարոզարել։ Նայում ես, ասում ես, մարդիկ ոնց որ թե իշխանություն են։ Ոնց որ թե ազգային ժողովում օրենք են ընդունել, որ ով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ խոսա, պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության։ Բա տղերք ում եք բողոքում, ես պիտի անեմ դա, թե ասենք ով պիտի անի դա։ Ես ուզում եմ հասկանամ դուք բողոքելու համար եք, թե դուք մանդատ եք ստացել գործ անեք։ Հաջորդի առաջարկում նաև անդրադառնալ էս մեր խոսակցությունը։ Դուք ինչի համար եք մանդատ։ Հասկացանք նրանք ինչի համար են մանդատ ստացել։ Բա դուք մանդատ եք ստացել որ քննարկեք թե իրանք ինչեր են ասում, հա։ Այտենց եք պատրաստվում պայքարեք դրա դեմ։ Մենք այդպես չենք պայքարելու օրինակ։ Այդ մենք կանանք նստենք հանգիստ այսօր քննադատենք։ Բայց հանգիստ չենք քննադատում։ Ինչ ասում ենք։ Մի կողմից մի հատ տերտեր է բուսնում, այն մի կողմից չգիտեմ մի հատ եսին ինչ է։ Հա, մի հատ բան է, մի հատ Հիմարա բուսնում որ մեր մանդատից նռնակ է առնում, մի հատ տերտերա բուսնում որ բան է տալիս, չգիտեմ, դե մի հատ դաշնակցություն կա, բան է անում, այսինքն Ժորժը մենք այդ պայքարը ընդունել ենք, հասկանում ենք, այս ժողովրդի ու այս երկրի պահելու համար ենք պայքարում։ Բա լավ դուք իշխանություն եք, դուք ոչ մի բան չպետք է անեք, հա։ Անդրադարձեք այս հարցին օրինակ։ Դե լավ, լուծում։ Բանի որ եկանք հասանք ու թեմային։ Եկանք հասանք լուծման։ Դե լուծումը էլի կարծեք դու ընտրություններին։ Որտեղ լուծում առաջարկողը էլի ընտրությունների արդյունքում նոր եկած իշխանությունը պիտի լինի, ընտրությունները որ պիտի կատարի ժողովուրդը պիտի այդ ընտրությունը կատարի ինչպես գնահատելով ամեն մեկի ալածը կամ ասածը վստահելով կամ չվստահելով։ Հիմա ասածի պես տեսնում են մարդիկ շատ լավ հաղորդաշար են սկսել, քննադատում են, գործողություններ կա, թե չկա քննադատության տակ։ Թող գնահատեն ըստ դրա։ Այն մյուսները հորինում են, ինչ են հորինում։ Մի մասը ասենք Վարդանիկը, հա, անկեղծ ասում է որ միութենական եմ ուզում կամ Քոչարյան Ռոբերտը անկեղծ ասում է որ լուծում ակարանք գնանք, չգիտեմ, միութենական։ Մի քանիսը չեն ասում, բայց հենց եկավ հարմար պահը զանգը ստացան վերևից, հասկացեք որ կամ ազգային ժողով մտած ջարդ ու խուրտ արած մարդը այսօր քաղաքապետի թեկնածու է։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Դրա համար մինչև 26 թվականի ընտրությունները կամ մի փոքր լուծում էշմիածնում։ Եկեք այդ պատկերի մեկ միասին գցենք էլի։ Էշմիածնում մեր էշմիածնում բնակվող հայ ժողովրդին եմ ես դեմ։ Դուք ունեք ընտրության հնարավորություն։ Դուք նոյեմբերի 16-ին գնալու եք ընտրատեղամաս ու ընտրելու հնարավորություն ունեք։ Մասնակցում են 9 թեկնածու։ Ձեր ձեռքում է լինելու դուք ընտրելու եք պետականամետ, սիրված, մարդ ով պատրաստ է աշխատի, մարդ ով նաև 26 թվականի ընտրությունների համատեքստում 26 թվականի ընտրություններ ասելով ոչ թե այս ընտրությունը նկատի ունեմ, այլ հայ ժողովրդի ընտրությունը նկատի ունեմ, հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության ապագան որտեղ է տեսնում, կա թեկնածու,
ով որ Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում է ճիշտ տեղում, ու այդ տեխնացուն Հարություն Մկրտչյանն է, ու այդ տեխնացուն Էշմիածնում պատրաստ է ինքը միշտ իշխանության դեմ է խոսացել, ընդդիմությանն էլ է քննադատել, իշխանությանն էլ է քննադատել, այս Էշմիածնում մինչ այս գործող իշխանություններին էլ է քննադատել, այս մարդը պատրաստ է աշխատի։ Հիմա Էշմիածնի ժողովուրդը, Էշմիածնում ապրող հայերը կարան ընտրություն կատարեն։ Որտեղ են տեսնում, ուզում են Էշմիածին քաղաքը դարձնեն Պսկով թե Լուբյանկա, թե ուզում են Էշմիածին քաղաքը դարձնեն Վատիկան, Հռոմ, Ամստերդամ։ Ինչպես է լինելու Էշմիածին քաղաքի ապագան։ Եթե Հարություն Մկրտչյանի վրա ենք, Հարություն Մկրտչյանը ոնց բացատրեմ, Արման Թաթոյանի լրիվ հակառակն է, էլի, այս Արման Թաթոյանն դառ կորիզեն չսիրված կերպարն է, Հարություն Մկրտչյան Արման Թաթոյանն շատ են, որ вообще լավը չի։ Այդ Արման Թաթոյանն շատ լավ բացատրում։ Միակողից հասկացեք բան։ Հիմա բայց բան են անում։ Բայց կոնեկցիա մեջ գալիս են բաժանման է, էլի, էլի գալիս են հին գուբերնիստեր, անկախականներ, ուզենք այդ բաժանումը իրանք արդեն դրել Ռուսաստանից Կիրիենկոն արդեն դրել է այդ բաժանումը։ Մնում է Էշմիածինցին ուղղակի հարցին մոտենա ոչ թե թիմ մենակ սկզբունքով, հա, այն որ մեր քաղաքական ընտրություն կատարի։ Մեր հարևանի տղե են, բաժանաղի քերու բարեկամ, այլ քաղաքական ընտրության գնա, իսկ քաղաքական ընտրությունը արդեն հստակ դրված է։ Գուբերնիստերն անկախականներ, всё, դա սկզբունքը։ Բայց հիմա նայեք, ասելու են դե տեխնացուն ձերն է, դրա համար գովում եք, բան եք անում։ Տեխնացուն մերը չի, տեխնացուն Էշմիածնինն է։ Չէ, նկատի ունեմ ձեր կուսակցությունը, հա, դրա համար իրեն գովում եք, բան օրինակ, այնտեղ ինչ վատ տեխնացու կա, չգիտեմ անունը ինչա, Թևանյան Անդոնի տեխնացուն, վատ տեխնացու է, օրինակ, տենց էլ կան։ Չգիտեմ։ Հա, լավ։ Ինչ որ Թևանյան Անդոն։ Ամեն թույլը իրանք Աղա բայց նորմալ մարդ է, բայց աղա նորմալ մարդ է, բայց եթե Թևանյան Անդոյի տեխնացունը արդեն բայց չէ, նայեք, ապագան կան խորոշված, որ մարդիկ ասելու են, օրինակ, ես քանի որ գիտեմ, որ նաև դուք ակտիվ մասնակցելու եք այդ Քարոզ Արշավին, օրինակ Էշմիածնեցիներին մեկ խորհուրդ կտամ, եթե կընդունեն իմ խորհուրդը, Ժորժ ջան, խնդրում եմ բոլոր տեխնացուներին լսեք, բոլորին։ Լսեք ինչ են առաջարկում, ինչ են ասում, որտեղ են տեսնում այս երկրի ապագան, որովհետև Էշմիածնում ով կլինի քաղաքապետ, ինքը ունենալու է այդ քաղաքապետի այդ բյուջեն, անելու է այն ինչ որ օրինակ պատվիրակված է կառավարության կողմից, քաղաքապետարանի ծրագրերով, բայց կարևորը թե այդ տեխնացուն օրինակ ո՞նց է շփվելու կառավարության հետ, ձեր հարցերը լուծելուց, կարևորը թե տեխնացուն Հայաստանի Հանրապետության ապագան որտեղ է տեսնում, որովհետև ձեր քաղաքը շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության այդ ապագայի համար, կարևոր է թե մշակութային ու մնացած արժեքները որտեղ է տեսնում, լսեք բոլորին եւ նայեք ձեր երեխայի աչքերի մեջ այդ օրը ու գնացեք ընտրություն կատարեք։ Քվյախցիկում դուք եք, ձեր խիչն է եւ այդ թերթիկն է, որը որ որոշելու է այդ ապագան։ Այս բյուջեի մասն էլ է շատ կարևոր բան, էլի, այս էլ անպայման պետք է ասվի։ Տեսեք ուրեմն, ժողովուրդ ջան, Էշմիածնի բյուջեն, օրինակ X, ես չգիտեմ, անկեղծ ասեմ ինչքան է, X չափի բյուջե։ Թե ընտրված համայնքապետը լավ կկառավարի, թե վատ կկառավարի, կառավարելու է այս բյուջեի շրջանակներում։ Ինքը մեկը ավել փող չի ունենալու որ ծախսի քաղաքի վրա։ Ոստեղ գալիս ենք այն նրան, թե Հայաստանի Հանրապետությունը որտեղ է լինելու 26 թվականից հետո։ Եթե 26 թվականից հետո Հայաստանի Հանրապետություն գալու են, օրինակ ամերիկյան ներդրումներ, ամերիկյան կապիտալ, Էշմիածին քաղաքի ու Էշմիածնի նման բոլոր համայնքների բյուջեները X-ից դառնալու է 3x, 5x, 10x ու անգամ վատ կառավարիչը կարա ավելի լավը լինի, քան օրինակ այն X-ի ժամանակ լավ կառավարիչը։ Դրա համար այստեղ է շատ կարևոր փաստ է, որ պետքա ժողովուրդը կատարի քաղաքական ընտրություն, որ այն ուժի օգտին քվյարկի, որ ուժը որ Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում է քաղաքակիրթ աշխարհի հետ։ Իդեպ այդ մասով երեք պարոն Սարգսյանը նաև մեր բոլորի համար անակնկալ արեց, ասելով որ Միացյալ Նահանգներում նաև արդեն լոբիստական խումբ ենք ունենալու, որը որ տնտեսական մեծ ծրագրերի վրա աշխատելու է։ Ես էլի ասացի, հիշեցի, որ հայտնի H5-ից բան ես բացելու։ Չէ, հայտնի պերսոնաժին հրավիրել էինք այստեղ ոչ քաղաքական քննարկման մեր նոր տաղավարում, հա, այստեղ կարող եք գալ նաև պարոն Կարապետյան։ Այս աթոռները ավելի հարմար կլինեն իրանց համար,
Բայց եթե դուք չեք կարող գալ, չգիտեմ, ձեր թիմից ով կարա օրինակ ձեր տնտեսական գաղափարները, գոնե ինչ որ մեկին ասեք, թող մարդկանց բացատրի էլի 900 դրամանոց բենզինի օգուտը։ Կարանք Մեկ էլ ուզում եմ նաև երևի թե մեր ընկերոջից ներողություն խնդրենք, ծովից որ առանց իր ասես նկարեցին քեզ նոր հաղորդումը։ Ծովջան բարևներ քեզ։ Դե փորձենք ամփոփել, հենց այս միաստով էլ ամփոփենք, ոնց որ թեժ քարոզաշա սպասում բոլորիս։ Ես մեր հաղորդման խավորը դու ես, դու բացում, դու ամփոփում ես, Դու դուք խոսում եք, չէ՞։ Դե այդ շատ լավ նշեցիր, բացը էլի, ստիպած պահում ենք։ Սիրելի դիտորդներ, սիրելի հետևորդներ, էլի ասել ենք, չենք զելան ամեն հաղորդմանը պիտի ասենք, գրեք մեկնաբանություններ դաշիվ, ինչը ձեզ դուր եկավ, ինչ դուր չեկավ, արեք առաջարկություններ, թե չէ մենք անընդհատ կխոսենք նույն թեմաներից։ Շնորհակալություն։ Կներես էլի, Ժորժ ջան, անպայման արեք մհերի հասածները, ինքը խասյաթ ունի, կգա բոլորիդ հետևից կստիպի որ անեք։ Խելոք քանի ասում արեք։ Շնորհակալություն։ Լավ եղեք։ Հաջողություն։